Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ ես իրոք ուզում եմ տեղեկացնել, որ մայիսի 5-ից 11-ը մայրաքաղաք Երևանում տեղի ունեցավ Երևան Cocktail Week-ը։ Այս տարի Հայաստան էին ժամանել աշխարհի տարբեր ծայրերից՝ Սան Ֆրանցիսկոից, Ռոմից, Դուբայից, Ամստերդամից եւ Լիմայից եկած տարբեր փորձ ունեցող մարդիկ։ Եվ այս առիթով մեր տաղավարում հյուրընկալել են Երևան Cocktail Week-ի հիմնադիր Գեղամ Ղազարյանին, ով ավելի շատ հայտնի է Գեղամ Կազարիս անունով։ Բարի լույս։ Շատ լավ, շնորհակալություն։ Ինչ լավ է։ Հետաքրքիր միջոցառում է անցկացվել, հա, Երևանում մայիսի 5-ից 11-ը Երևան Cocktail Week։ Ոնց հասկանում եմ, փորձում ենք այս մշակույթը էլ ավելի շատ զարգացնել մեզ մոտ, որովհետև շատ անգամ մենք ինչ-որ բան ենք ուզում, հա, երեկոն ավելի գեղեցիկ դարձնելու համար, չենք ստանում այն, ինչը որ պատկերացնում ենք։ Հիմա ոնց որ թե այս ամենը բերվում է բալանսի։ Այո։ Արդեն 3-րդ տարին Երևան Cocktail Week-ը Հայաստանում կազմակերպում է միջազգային հյուրերի այցը եւ նաեւ այն կրթամշակութային ծրագիր է, որի ընթացքում տարբեր սեմինարներ են, մաստեր կլասներ, տրեյնինգներ, Հայաստանի լավագույն բարերի, բարթենդերների հյուրընկալության ոլորտում նաև ժամանած մեր հյուրերը տալիս են տարբեր հետաքրքիր սեմինարներ ու իրենց փորձով կիսվում են մեր տեղացի պրոֆեսիոնալների հետ, ել ավելի զարգացնելով այդ ոլորտը հյուրընկալության ու իմ ամենամեծ ցանկությունն էր նաև Երևան Cocktail Week-ը, որ չլինի միայն կոկտեյլի մասին փառատոն, ինքը շատ փակ, ավելի բուտիկ միջոցառում է, բայց միջազգային ամեն տարի ավելի քան 20 հյուրեր ենք ունենում եւ Ռուսաստանից եւ ինչպես նշեցիք տարբեր երկրներից, անցյալ տարի նաեւ Ճապոնիայից, Հնդկաստանից լավագույն էքսպերտներն են գալիս Հայաստան ու այդ միջոցով նաեւ տարածում մեր մշակույթը դրա համար Երևան Cocktail Week-ը ոչ միայն կոկտեյլի մասին է, այլ մշակույթի, մեր արմատների եւ ինչու՞ չէ, մեր մշակույթը մեր զենքն է իմ կարծիքով, դրա համար ունենալով այդ հարստությունը փորձում ենք տարածել աշխարհով մեկ։ Այս տարի որ երկրի ներկայացուցիչները հատկապես տպավորեցին, ինչ նոր մարդկանց հետ ծանոթացաք, ովքեր այսպես իրենց փորձը բերեցին եւ ձեզ համար էլ գուցե հետաքրքիր էր։ Դե հրավիրված էին King of Negroni-ին արդեն 3-րդ տարին, ինչպես մեր Դեպ դայմանեսրի կոկտեյլն է։ Այո։ Ամերիկայից ունեինք Ջոշ Հարիսը, որը որ ծագումով հայ է, միջայլոց, ամեն տարի պեղում եմ տարբեր երկրներից ինչ-որ հայ ծագումով, նա երբեք չէր եղել Հայաստանում ու շատ տպավորված վերադարձավ Ամերիկա, անգամ ցանկություն հայտնեց վերադառնալ, ինչի՞ չէ, որոշ ժամանակ ապրել Հայաստանում էլ ավելի արմատներին մոտ։ Այո։ Ու տարբեր իրեն այտենց հետաքրքիր փորձառությամբ նաև մեքսիկացի Խուլիո Բերմեխոն, որը որ տեկիլայի հանրաճանաչ աշխարհային ամբասադորն է, պետության կողմից նաև ճանաչված եւ այլ շատ կարեւոր դեմքեր։ Նյու Յորքից Ֆիլիպ Դաֆը, Հռոմից տարբեր հյուրեր ունենք նաև Ջերի Թոմաս Project-ից մեր լավագույն հյուրերը, որոնք մեսկալի մասին, պատմության մասին խոսեցին, Ռուսաստանից ունենք տարբեր հյուրեր, Աբու Դաբի, Դուբայից, նաև լավագույն մենեջերները, հոթելների 5 աստղանի հոթելների նաև ներկայացուցիչներ, բար մենեջերներ եւ այլն, Իսպանիայից, Հունաստանից, Գերմանիայից ունեինք լրագրողներ շատ կարևոր mixology, Forbes-ից իհարկե նաև երկրորդ անգամ արդեն Հայաստանում մեր հրավերքով, այնպես որ մեր մասին գրում են արդեն New York Times-ում, գրում են ավստրալիական պարբերականներում ու լավագույն lifestyle եւ հյուրընկալության բոլոր ամսագրերում։ Եվ խոսում ենք առաջին ծրագրում ձեր մասին։ Դու նաև, այո, մեծ պատիվ ունեմ հյուրընկալել ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Շնորհակալ ենք շատ։ Փորձի փոխանակումը ինչ է տալիս նաև մեր հյուրերին, որովհետև այ դուք նշեցիք, նրանք այս վարդիկ են, այս վարպետներն են, բերում են իրենց մշակույթը, մասնագիտական, իսկ մենք ինչ ենք տալիս նրանց, ինչի համար են գալիս։ Այ դուք հրավերն անում եք եւ սենց շատ ուղիղ հարց տամ, հա, հյուրը չի հարցում, այ ինչի ես պիտի գամ Հայաստան, ինչ է ինձ դա տալու։ Ճիշտն ասած, շատ կարևոր ու լավ հարց եք տալիս, որովհետև Cocktail Week-երը աշխարհում շատ կան, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եւ Իտալիայում շատ հայտնի են, Իսպանիայում եւ այլն։ Ես համակազմակերպիչ եմ եղել տարբեր Cocktail Week-երի, Վենետիկում, Ֆլորենցիայում եւ այդ փորձը բերել եմ Հայաստան։ Ու միշտ մտածել եմ ինչպես կարելի անել, որ մեր Cocktail Week-ը տարբերվող լինի։
Անցյալ տարի արդեն համարվեց 5 լավագույն կոկտեյլ week-երից մեկ աշխարհում, որը որ Երևանի համար շատ կարևոր է, որպես փոքրիկ քաղաք, որպես եւ Հայաստանը դնել քարտեզի վրա իմ ամենամեծ ցանկությունն էր, ու մեզ մոտ ստացվեց դա։ Այս տարի կրկնակի անգամ հաստատվեց որպես ամենամշակութային կոկտեյլ week-ը, որի ընթացքում ոչ միայն կոկտեյլներ են ներկայացվում, այլ նաև հայկական մշակույթը, եւ ամենաշատը մեր հյուրերին դա է գրավում երևի, որովհետեւ մենք իրենց համար էկզոտիկ ենք, որպես երկիր փոքրիկ հին մշակույթով ու փորձում եմ շատ հետաքրքիր կոկտեյլ կառուցել մեր մշակույթից, մեր այս տարվա թեման քանի որ երաժշտությունն ու պարն էր, շատ նրբորեն ամենամաքուր հայկական երաժշտությունը ներկայացրեցինք իրենց, հոգևորից սկսած Կոմիտասի տարբեր շարականներից, տարբեր եւ Գեղարդում, եւ բնության մեջ տարբեր հետաքրքիր հացի թխման շուրջ մեր ապերիտիվը, մեր բուրում ասածը, ես հայկական ապերիտիվ մի բաժակ գինու հետ նաեւ ներկայացրեցինք երգի միջոցով, այդ ընթացքում կայթի տղաները, կայթ պրոջեկտը մեզ համագործակցում էինք ու շատ հետաքրքիր ձևով երգեցին հացթուխի երգերը եւ մեր ժողովրդական գործիքները, եւ կանոնը, եւ քամանչան, եւ դուդուկը իհարկե փոքրիկ սեմինարներ կազմակերպեցինք ծանոթացում մեր հայկական ժողովրդական գործիքներին իրենց համար, այնպես որ շատ հագեցած շաբաթ ենք ունեցել ու ես տենց 22 ժամ օրական աշխատանքից հետո հիմա մի քանի ժամ քնելուց հետո վերադարձել եմ ձեզ մոտ հյուր տաղավար, ինձ թվում է կարևոր է մեր մշակույթը մաքսիմալ ձևով տարածել, քանի որ դա մեր մշակույթը, մեր ողնաշարն է ու ինքը շատ կարևոր զենք է ինձ համար, մանավանդ ներկա պահին Հայաստանը ներկայացնելու ու նման ձևով ել ավելի ճանաչելի դարձնելու աշխարհին։ Շատ հագեցած եւ շատ հայկական է ստացվել կոկտեյլ week-ը։ Ինձ հետաքրքիր է Հայաստանում top երեակը կոկտեյլների, որոնք կառանձնացնեք, որ ամենատարածվածն են, ամենասիրելին են։ Շատ դժվար Եվ երկուսն էլ ձեր կողմից ասեք, որը տարածված չի, բայց ափսոսում եք կամ մտածում եք, հա, որ պետքա լինեն top-ում, բայց Հայաստանում դեռ այդքան էլ տարածում չունեն։ Մենք ունենք մի շատ կարևոր ցենց ցերեմոնիա արդեն հայտնի ամեն տարի Negroni կոկտեյլը որպես ամենակլասիկ, ամենահայտնի կոկտեյլը եւ քանի որ գալիս է King of Negroni-ին, Negroni թագավորը, կազմակերպում ենք նման բան։ Մեր հատուկ հյուրերը բերում են իրենց մի փոքրիկ շիշ Negroni-ին, իրենց բաղադրատոմսով պատրաստած ու մենք անում ենք մեր Negroni-ին Հայաստանում, այս տարի մի քիչ մերոն ենք անվանում, հուսամ եկեղեցին կների ինձ, քանի որ կարմա Negroni է, որը որ իր էներգիան է բերում ամեն մի հյուր, վերջում լցնում ենք մի մեծ բաժակի մեջ ու նորից փոքրիկ շշերով շշալցնում ու տալիս բաժանում ենք բոլորին։ Այսինքն տանում են իրենց հետ ու դառնում է Հայաստանում էներգետիկ մի հատ լավ կարևոր sense կոկտեյլ պատրաստված, որը տարածում ենք աշխարհով մեկ դեպի Ամերիկա, դեպի Ճապոնիա, դեպի Եվրոպա ու ինքը արդեն դարձել է որպես ամեն տարվա ցերեմոնիա այդպես, հա, որ բոլորը սպասում են դրան ու տանում, տարածում են այդ փոքրիկ շշերը ու նաև այս տարի քանի որ ֆիլհարմոնիկի 100 ամյակն էր մեր, ես ստեղծեցի մի կոկտեյլ մեր հայկական խոտաբույսերով, մատենադարանի խմիչքները օգտագործելով, հայկական սպիտակ գինին եւ նուռի հիմքով կորդիալը պատրաստված, այդ բաղադրատոմսը նվիրեցի պարոն մայստրո Թոփչյանին, մեծ պատիվ էր ինձ համար ու այնտեղ կազմակերպեցինք փոքրիկ համտեսում, համերգից առաջ մեր հատուկ հյուրերի հետ միասին, այնպես որ շաբաթվա ընթացքում ոնց ընդունեց, հավանեց։ Շատ լավ, շատ հավանեց ու անգամ առաջարկ ունենք հիմա ֆիլհարմոնիկի հետ ճանապարհորդել ու այդ կոկտեյլը պատրաստել Philharmony, այդպես է կոչվում։ Վաու։ Զգա հարմոնիա։ Զգա հարմոնիան ու այդ կոկտեյլը դարձավ որպես 100-ամյակի նվիրված մեր հայկական շատ հայկական ինգրեդիենտներով, հա, բաղադրիչներով կոկտեյլ։ Դրա համար շաբաթվա ընթացքում նաև կլասիկան չենք մոռացել մեր Արամ Խաչատրյանին, Բաբաջանյանին, այդ ընթացքում եւ ժողովրդականը, եւ ֆոլկը, եւ
հոգևորը, փորձել ենք եւ Կարինի հետ մեր պարերը, բարտենդերներին, մեր պրոֆեսիոնալներին փորձեցինք յախուշտա սովորացնել իսկական հայկական թամզարա։ Դե տպավորությունն է, ոնց որ ոչ թե կոկտեյլ week էր։ Ազգային ազգագրական։ Ինքը վերջի art week է ստացվում, ինձ էլ մի քանիսը ասեցին։ Իսկ հյուրերը վերջում Յան ազգանունը վերցեցին ու գնացին։ Այո։ Առաջին տարին ճարտարապետությունն էր, հայկական ճարտարապետությունը շատերը հարցնում են ինչ կապ ունի այդ արվեստը կոկտեյլների հետ, բայց մեր պրոֆեսիոնալները ներշնչվում են ու շատերը ել ավելի մեր արմատներն են սկսում ուսումնասիրել ու թե նկարչությունը անցյալ տարի կերպարվեստը շատերը գնացել էին մատենադարան, սկսել էին մանրանկարչություն ուսումնասիրել, այն մարդիկ, որոնք աշխատում են բառում ու այդքան էլ կապ չունեն արվեստի հետ, այսինքն բոլորին արվեստին ենք մոտեցնում, անգամ մերոնց երիտասարդությանը ոգեշնչում ենք դրանով։ Ասեմ, որ եթե հանկարծ աշխարհի մի որևէ եվրոպական երկրում եւ մի շատ այսպես նշանավոր բառում հանկարծ մենյուում տեսնեք Նեգրոնյան կամ Մոխիտյան կոկտեյլները, իմացեք, որ դա Կազարիսի ձեռքի գործն է եւ նրանք հայաֆիկացրեցին այդ մարդկանց եւ կոկտեյլները Յան վերջավորություն ունեցան։ Մենք ասած խոսում ենք, ես ուզում եմ վերցնենք մեր շատ սիրելի Իջևանի սպիտակ գինին, ձեզ ուղղորդենք խոհանոց եւ պատրաստեք այն ամեն ինչի մասին խոսենք, որտեղ խնդրի չկա, ամեն ինչ հնարավոր է։ Ինչով կոկտեյլի ընթացքում ուղղակի որոշ բաղադրիչներ իհարկե բիթերներ կամ խոտաբույսեր կամ մի ավելի աշխատանքային անպայման մեծ սիրով։ Ես պիտի խնդրեմ նաև այ երբ որ գաք մեզ մոտ հենց այդ նման, հա, առաքելությամբ Philharmony կոկտեյլը պատրաստեք։ Նույնի առաջին ծրագիրը կարող է լինել։ Նոր ստեղծվի։ Առավոտյան համ, որը կլինի առաջին ծրագրի համար։ Այո, ինչի՞ չէ։ Մեծ սիրով կնվիրեմ։ Սա այն տպավորություններ, որը ընթացքում, հա, ներկայացվեց հյուրերին, իսկ գնալուց հյուրերին ինչ ցանկություն հայտնեցին, ինչպիսին էր նրանց արդեն ֆիդբեքը։ Գնալուց արդյունքներով շատերը, ճիշտն ասած, որոշ Instagram-յան էջերում, որ նայեք, հետևեք, մեկը գրել էր մի մանկա գաթա իտալացի հայտնի ժուրնալիստ Ջակոմո Յակոբելիսը ասում էր, որ կարոտում եմ գաթան, մյուսը գրել էր, որ Հայաստանը իմ երակներում է արդեն ու արտասվում էր անգամ Խուլիո Բերմեխոն առաջի անգամ էր այստեղ, այնպես որ ինձ թվում է բոլորը սենց հայեցի շատ հայկականով սենց տարածված սիրով գնացին ու սպասում են հաջորդ տարվա վերադարձին։ Հաջորդ տարվա վերադարձը երբ է լինելու եւ ինչ թեմատիկա է կրելու այս անգամ։ Ճիշտն ասած բարդ հարց եք տալիս, որովհետև 3 տարուց հետո ես միշտ ասում եմ մյուս տարի էլ չեմ անի, քանի որ ինքը շատ բարդ է Հայաստանում կազմակերպել նման միջոցառում, շատ մեծ էներգիա է ինձնից գնում ու տարվա կեսը աշխատանքային շատ մեծ ծավալ ունի ու իմ թիմը շատ փոքր է, բայց շատ կարևոր է լավ թիմ ունենալ իհարկե ցանկացած պրոյեկտի մեջ։ Տեսնենք, կարող է փոքրիկ մի հատ մտածում եմ սպասենք երևի 26-ը, երևի 27-ին շարունակենք ավելի շատ, բայց 3 տարի անընդմեջ դա արդեն մեծ աշխատանք էր ինձ համար, կարծում եմ բոլորը կզգան ու կհասկանան էլ ավելի, կգնահատեն ինչ էր Երևան Cocktail Week-ը այս 3 տարվա ընթացքում ու ինչ կարևոր միտք ուներ, որը որ միայն կոկտեյլի մասին չէր փառատոնը։ Իսկ դուք որ երկիր եք գնում մասնակցելու Cocktail Week-ի կամ օրինակ մյուս տարի որ չեք կազմակերպում, որ երկիր կուզեք գնալ։ Ես 22 տարի ապրել եմ Իսպանիայում ու Իտալիայում, հիմնականում 3 տարի, 4 տարի ինչ վերադարձել եմ ավելի շատ Հայաստանում եմ։ Հիմնականում իտալական Cocktail Week-երի մաս եմ կազմում, հիմա գնալու եմ սեմինար տամ հունիս ամսին Պերուջիայում կայացող Cocktail Week-ին, հետո Միացյալ Նահանգներում հուլիսի վերջում նաև Tales of Cocktail, ինքը ամենակարևոր միջազգային կոկտեյլ էվենտներից մեկն է, միջոցառումն է համարվում, հետո Մեքսիկո, ես մի շրջագայում եմ իմ աշխատանքով, ունեցել եմ այդ պատիվը, որ ինձ հրավիրում են Ճապոնիա, հրավիրում են տարբեր երկրներ ու իմ աշխատանքը մի քիչ կապված է դրա հետ։ Շատ եմ սիրում միջերկրական ծովը ու մտածում եմ գուցե այնտեղ մի նոր բան կազմակերպենք, քանի որ միջերկրածովյան մշակույթը ինձ շատ հարազատ է, երկար տարիներ այնտեղ ապրելուց հետո միգուցե վերադառնամ։
Վաու։ Եվ մի շատ սուբյեկտիվ հարց, Long Island-ը շատ այսպես գերագնահատված է Հայաստանում որպես կոկտեյլ, որովհետև իմ բոլոր ընկերները համարը դա են խմում, ես չեմ հասկանում ինչու, որովհետև ինձ Այ մի հատ ցավալի հարց եք տալիս նորից։ Long Island-ը ես անգամ չեմ համարում կոկտեյլ, բայց ինքը քանի որ ուժեղ է համային առումով ու ազդեցությունը նաև մարդկանց վրա շատ ավելի ուժեղ է, դրա համար շատերը նախընտրում են 1-2 կոկտեյլ եւ վերջ, բայց կոկտեյլի մշակույթը ինձ համար անգամ ոչ ալկոհոլայինը շատ կարևոր է, ինքը ուղղակի հյութերի խառնուրդ չի։ Դրա համար մեր մենյուների մեջ բարերում ես պարտադրում եմ ամեն տարի գոնե 1 կոկտեյլը ոչ ալկոհոլային լինի, որովհետև շաբաթվա ընթացքում մենք ստեղծում ենք կոմիտասին նվիրված կամ թամզարա կամ բարին ինչ որ հետաքրքիր անվանումներով ու ինչ որ storytelling, որը որ պատմություն է նման կոկտեյլի ստեղծման մասին, այդ մենյուն ունենք շաբաթվա ընթացքում ու շատ անգամ այնքան բոլորին դուր է գալիս դա, որ մնում է ամբողջ տարին որոշ բարերում, այնպես որ եթե լինեք 18 բարերում Երևանյան անպայման հարցրեք Երևան Cocktail Week-ի կոկտեյլի մասին։ Ես նախընտրում եմ ուրիշ կոկտեյլներ, որոնք որ կլինեն նաև մրգողիով, նաև օգնում ենք մեր լոկալ մշակույթային, մեր հինը, մեր թրմածը, մեր օգտագործենք նաև լոկալ ինգրեդիենտներ, բաղադրիչներ, որոնք որ կլինեն ավելի հայկական։ Եվ ինչու՞ չէ, եթե դրսից ինչ-որ մի այլ ինգրեդիենտ է, որը որ չկա Հայաստանում, կամ ռոմ լինի, կամ տեկիլա, կարելի է օգտագործել, բայց միշտ որակով։ Եվ չափավոր։ Եվ չափի մեջ, անպայման։ Այդ տեղի ինգրեդիենտը մի մած ես ուզում նվիրել Իջևանի գինու գործանի կողմից ներկայացվող սպիտակ գինի, սափորը, որը կարծում եմ կհամալերի որևիցե մի շատ հետաքրքիր նորաստեղծ կոկտեյլի բաղադրիչ։ Շատ շնորհակալություն։ Հայկականը եւ որակովը։ Եւ հուսանք, որ այդ Ես էլ ուրեմն մի փոքրիկ ձեզ նվեր ունեմ, որ ամեն տարի որ փոքրիկ նման բաներ ենք անում, բացիկներ ենք նաև թողարկում, Cocktail Week-յան, այստեղ ունեք գործին եք խփում։ Այո։ Այստեղ ունեք այն բարերը եւ մեր ծրագիրը, որը որ տեղի ունեցավ, ավելի ծանոթանալու Cocktail Week-ի հետ, մի քիչ ավելի շատ ինֆո, նաև նամականիշեր ենք Ես սա հավաքում եմ, գիտեք։ Սա ձեզ նվեր նույնպես։ Լուրջ ես հավաքում եմ նամականիշեր եւ գրիչ եւ այն փոքր ժամանակվանից ունեմ նամականիշեր։ Դրանց նամականիշը որպես պետական բան դա Երևան թե չէ։ Այո։ Շնորհակալ ենք շատ։ Վաու, ես սա կպահեմ։ Մեր հայկական հայտնի ֆիլմերից մեկը է, որ այս ամեն ինչը Սայատնովան, ես հիմա այդ նույն տպավորությունը ունեմ, որովհետև կոկտեյլները, այդ ամեն ինչը ու այս հայկականը, ինչ որ sense շատ հետաքրքիր եք համադրել եւ շատ գեղեցիկ։ Ես էլ ձեզ նվիրեմ բացիկ, որովհետև բացիկը դա մշակույթ է ու շատ գեղեցիկ ու էմոցիա է փոխանցում, ոնց որ հիմա դուք մեզ տվեցիք այդ էմոցիաները։ Ուզում եմ ձեզ նվիրել բացիկ, որի մեջ ներառվում են սիրված երգերից ֆրազներ, որոնք տալիս են ձեր տրամադրությունը։ Հաստատ եղամ կնվիրեք նրան, ով արժանի է ձեզ ձեր կողմից այս խոսքերին։ Ծաղիկներ բերեմ, սիրուն ջան քո ճամփեն, զուգեմ զարդարեմ։ Այստեղ ֆենոմենը սրանց այն է, որ ներառվում են սիրված երգերից ֆրազներ։ Սա ձեզ ծաղիկների կամ մի հետաքրքիր կոկտեյլի հետ նվիրելու համար։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալություն շատ։ Շատ հետաքրքիր հյուր եք, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Դե մենք մեր հյուրին հիմա ճանապարհում ենք ակնկալելով, որ նա կվերադառնով արդեն կոկտեյլ կպատրաստի Այո, այստեղ։ մշտացելի Ադրինեի հետ խոհանոցում։ Իսկ հիմա Դադար մեր եթերում, որից հետո վերադառնանք ու շարունակենք։